Հոկտեմբերի 11-ին Չարենցավանի եկեղեցում սպանություն է տեղի ունեցել, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում և դրսում տարբեր հատվածներում հայտնաբերել են առնանման հետքեր։ Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչե Թովմասյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանված Իսանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը»։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Նշենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել տիկտոկեր Մարիի նախկին ամուսնու Նարեկի թաղման արարողության ժամանակ, ով մահացել էր հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից։ Ինչպես գրել էր Շամշյան.com-ը, հոկտեմբերի 8-ին 0:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ էր ստացվել, որ Մարգարա Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում ավտովթար է տեղի ունեցել և ըստ նախնական տեղեկությունների զոհեր կան։ Ժամանել էր փրկարար ծառայության ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Բարսեղյանն ու Վաչագան Մանուկյանը։ Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին ժամը 23:45-ի սահմաններում։ Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը և Վայոց Ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Զիլն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերի մի մասը թափվել է։
Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանն ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գյուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Փրկարարներից ավելի քան 3 ժամ է պահանջվել, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով Մերսեդեսի մահացած ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ Զիլի վարորդին իր ավտոմեքենայի տակից։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը բաժնիպետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վարչության պետ Աղացի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշենք նաև, որ Մարին և ամուսինը ամուսնալուծված են եղել, իսկ դեպքից հետո Մարին գրել էր. «Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ»։